Այսօր իմ հյուրն է Հայազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, որի հետ կզրուցենք հեռախոսի միջոցով։ Բարև ձեզ, պարոն Մուսինյան, լսում եք մեզ։ Բարև ձեզ, լսում եմ։ Ինչպես է գնահատում այն, որ ազգային ժողովում կառավարության ծրագիրը, այսինքն այս քաղաքական փաստաթուղթը քննարկելուց հիմնականում քննադատություններն ուղղված էին Հայազգային կոնգրեսին, իսկ այսօր գագաթնակետին կարելի ասել հասավ հանրապետական խմբակցության ղեկավարի կողմից։ Բացատրությունը շատ պարզ եւ միանշանակ է, գործող ռեժիմը չդիմանալով մեր ներկայացած արգումենտներին, պիտի փորձեր անօդաբաշխ, անլուրջ բառակույտերով հակադարձել, իսկ ինչու են հիմնականում թիրախնդրում մեզ, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը թերևս միակ քաղաքական ուժն է, որ ամբողջությամբ մերկացնում է այս իշխանությունների հանցագործ, կոռումպացված բնույթը եւ դա անում է կոնկրետ փաստերով, ընդ որում մեծ մասով օգտագործելով հենց ռեժիմի կողմից ներկայացված փաստաթղթերը, հաշվետվությունները, ցուցանիշները։ Եվ մի արտահայտություն այսօր հայտնվել է բոլոր լրատվամիջոցներում, կրկին հեղինակը Գալուս Սահակյանն է, թե Լևոն Զուրաբյանը երկրորդ պլան մղեց առաջին նախագահին, դրա համար նա կարող է անցնել պատմության գիրկը, ինչ կասեք այս մասին։ Ես կարծում եմ արդեն վաղուց Գալուս Սահակյանի արտահայտած, եթե կարելի այսպես ասել, մտքերը հոգեվերլուծաբանների գործը պիտի լինեն եւ այստեղ մեկնաբանելու բան չկա, բայց նորից եմ կրկնում, որևէ բանական փաստարկ չունենալով ներկայացված արգումենտներին, իրենց կողմից գործած հանցանքները բացահայտելու, ռեժիմը, նրա ներկայացուցիչները, որոնցից մեկն էլ նույն Գալուս Սահակյանն է, ստիպված անցնում են անլուրջ, անմիտ բառակույտեր շախտալուն, այսքանը, որևէ այլ լուրջ բան մի փնտրեք դրա տակ։ Պարոն Մուսինյան, եթե Հայազգային կոնգրեսին Գալուս Սահակյանը եւ իշխանությունները քննադատում են, ապա Ժառանգություն կուսակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին վիրավորանքներ հնչեցին եւ շատ խիստ։ Ինչ կասեք այս մասին, այս ընդհանրապես այս երևույթը ինչպես է հնարավոր վերացնել ազգային ժողովում։ Դրա համար պիտի Հայաստանում տեղ ունենա իշխանափոխություն, հանցագործները, բանդիտները եւ էլեմենտար տղամարդկություն եւ թասիբ չունեցող անձինք այնտեղ չհայտնվեն, որ ամեն ինչից զատ հասկանան, որ պատշաճ վերաբերմունք է պետք կանանց նկատմամբ։ Պարոն Մուսինյան, անկախ նրանից, թե ինչ քննադատության ենթարկվեց կառավարության ծրագիրը, փաստն այն է, որ այն ընդունվեց եւ առաջիկա 5 տարիներուն մենք ստիպված ենք ապրել այդ ծրագրով։ Ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նախ ես չեմ որ դուք եք օգտագործեք ծրագիր բառը, որովհետեւ այնտեղ մի, այսպես ասած, բաժակած ճառերի կենացների հավաքածու էր, հեքիաթների ժողովածու եւ որևէ ռեալ ծրագիր, քայլերի հաջորդականություն այդ ծրագրում չկար, այդ այսպես ասած փաստաթղթում չկար, որի անունը իրենք դրել են ծրագիր, այնպես որ ռեժիմը օգտագործել է բացառապես իր կոճար սեղմող զանգվածը, ոչ թե համոզել ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական մյուս ուժերին այդ փաստաթղթի իրավացիության եւ անհրաժեշտության մեջ, սա ռեժիմի գործելավոճն է։ Մենք շարունակելու ենք անել այնպես, որ օր առաջ այս ռեժիմը լքի քաղաքական ասպարեզը, հեռացվի իշխանությունից եւ Հայաստանում իշխանության գային այն քաղաքական ուժերը, ում վստահության մանդատ կտա ժողովուրդը, ովքեր էլ կզբաղվեն երկրի այս ծանր իրավիճակից դուրս բերելու գործով։ Պարոն Մուսինյան, ինչ է սպասում շարքային քաղաքացուն, ձեր ասած այս հեքիաթների ժողովածուի դեպքում։ Շատ ծանր ժամանակներ, բայց մեր աչքի ընկել են ծանր ժամանակներում համախմբվելու, դժվարություններին դիմագրավելու եւ իրենք երեխողներին ու հարստահարողներին արժանի հակահարված տալու։ Եվս մեկ հարց, պարոն Մուսինյան, երեք Արմեն Աշոտյանն էր ասում, որ գոյություն ունի 5 հատ հակ, ինչպես տարբերել, թե դրանցից որն է իրականը։ Կօգնեք իշխանություններին։ Նորից ես համարում եմ, որ դուք տալիս եք, ցիտում եք մի մարդու, ում խոսքերը վաղուց
ոգևորության ոլորտում պիտի ուսումնասիրվեն, ես այդ մասնագետը չեմ։ Այսինքն իշխանության ներկայացուցիչները հիմնականում բժշկի կարիք ունեն։ Հիմնականում չգիտեմ, բայց ձեր նշած դեպքերը կարծում եմ այդպեսին են։ Շնորհակալություն իմ հարցերին պատասխանելու համար, պարոն Մուսինյան, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։